Մի քանի պատերազմ հրահրած Արցախը հայաթափած ու հայերին Բաքվի բանտերում պահող կտանքների ենթարկող Իլհամ Ալիևն Աբու Դաբիում ստացավ խաղաղության հաշտեցման մարդկային արժանապատվության եւ համերաշխության գաղափարները խորհրդանշող Զայեդ մրցանակը, որը կիսում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Մինչ 120,000 արցախցի Հայաստանի տարբեր բնակավայրերում բախվում են մի շարք խնդիրների, Բաքվում դեռ հայ պատանդներ կան, իսկ Արցախում ոչնչացվում է հայկական հետքը, այս երկու երկրի ղեկավարներն արաբական պետությունում հայտարարում են այսպես կոչված անհավանական խաղաղության մասին, երկուսն էլ գործածում նույն բառամթերքը։ Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի խաղաղություն, Հայաստան, Ադրբեջան բառերը միասին։ Մենք ավելի քան 30 տարի պատերազմի մեջ ենք, հիմա մենք ապրում ենք խաղաղության մեջ, արդեն 6 ամիս է, ինչպես բազմից եմ ասել, մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով այս մրցանակը տրվում է օգոստոսի 8-ին ստորագրած փաստաթուղթը հիմք ընդունելով։ Ես կարծում եմ պարզապես, այսպես ասած, խրախուսական ինչ-որ բաներ այն աշխարհաքաղաքական փոփոխությունների համար, որ տեղի են ունենում նաև Հայաստանի եւ Ադրբեջանի գործողություններով Հարավային Կովկասում եւ որոնք նոր իրավիճակ են ստեղծում թե քաղաքական եւ թե տնտեսական մեգա նախագծերի տրամաբանության տեսանկյունից։ Մրցանակաբաշխությանը ներկա էին նաև երկու երկրների առաջնորդների կանայք եւ Ալիևի դուստրը։ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները մրցանակներ ստանալուց հետո միմյանց շնորհակալություն են հայտնել։ Սեդամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։